Կապանի բնակչուհի Էմմա Ղազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ կառավարության շենքի մոտ։ Էմմա Ղազարյանը պահանջում է գտնել իր 30-ամյա որդուն, որին 5 տարի առաջ նրա մտերիմ ընկերները տնից տարել են եւ մինչ օրս նրանից տեղեկություն չունի։ Գործադիր մարմնի նիստի օրը մարդաշատ էր կառավարության շենքի մոտ։ Նախկին օդաչուները հերթական անգամ բարձրացնում են չվճարված գումարների հարցը։ Անգամ մենք կարող ենք նախկին պարտքը նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, միայն մի պայմանով, որ հիմա սկսեն վճարել պարտքը։ Մենք այսօրի որ ընկել ենք, դա Դավիթ Հարությունյանի մտածված մեխանիզմը։ Բողոքի ակցիա անցկացնող Նաիրիդ գործարանի նախկին աշխատակիցներին էլ մեկ հարց է մտահոգում. երբ են վերագործարկելու գործարանը։ Առանց վերագործարկելու Նաիրիդը հանրապետությունը դժվար կասության մեջ կընկնի։ Աջակցության համար նաիրիցիները դիմել են ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, արձագանքել են Հայ ազգային կոնգրեսը, Ալյանս եւ համախմբում կուսակցությունները։ Դաշնակցությունը չի արձագանքել, մենք շատ մեծ հույսեր էին կապում դաշնակցության վարած քաղաքականության հետ ազգային ժողովում։ Նաիրիցիներին աջակից քաղաքական ուժերը կառավարության շենքի մոտից նրանց ուղեկցեցին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ։ Նաիրիտը արդեն իր խնդիրը լուծում է, բայց լանդայ քանի Նաիրիտի խնդիր կա։ Ո՞վ է լուծելու։ Որով են լուծելու։ Որ բյուջեով են լուծելու։ Նաիրիտի էպոպեան, այսպես ասած, արդեն այն աստիճանի է հասել, որ զուտ տնտեսական միջոցներով կարծես թե հնարավոր չի լուծել այդ հարցը եւ անհրաժեշտ է արդեն քաղաքական կանգ։ Նաիրիցիները նաև իրենց պահանջները նամակով հանձնեցին նախագահականի նամակների բաժին։